Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր անցկացվում են ավարտական դասարանների վերջին դասի և վերջին զանգի միջոցառումները։ Հազարավոր աշակերտների համար սա ոչ միայն դպրոցական կյանքի ավարտն է, այլև նոր շրջափուլի մեկնարկ, մասնագիտական ընտրությունների, քննությունների և կյանքի ավելի պատասխանատու փուլ մտնելու ճանապարհին։ Օրվա առիթով շրջանավարտներին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդեն ավանդական դարձած իր ձևով։ Շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է եղել նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքն այս տարի տարբերվող էր։ Նա ընդգծել է, որ այս անգամ շրջանավարտներին դիմում է ոչ միայն որպես նախարար, այլև որպես ծնող։ Այս տարի ես ոչ միայն նախարար եմ, այլև ծնող, որի երեխան նույնպես ավարտում է դպրոցը, քայլ անելով դեպի կյանքի նոր շրջափուլ։ Ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի իմ աղջկան։ Դուք հրաշալի սերունդ եք, վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ։ Նախարարն իր ուղերձում շրջանավարտներին հորդորել է չվախենալ մեծ նպատակներից և չսահմանափակել սեփական հնարավորությունների մասին պատկերացումները։ Ըստ նրա, հետևողական և նպատակասլաց աշխատանքի դեպքում յուրաքանչյուր երազանք կարող է դառնալ իրագործելի նպատակ։ Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է սխալներից չվախենալու, քննադատությունները լսելու և շարունակաբար սովորելու կարողությունը։ Նրա խոսքով միայն հաճելի խոսքեր լսելը մարդուն առաջ չի տանում։ Զարգացման համար պետք է տեսնել խնդիրները, ընդունել բացերը և աշխատել դրանց ուղղությամբ։ Մի անհանգստացեք, որ սխալվեք։ Սխալներն են հարթում առաջ գնացող ճանապարհը։ Եթե ուշադիր ենք ու սովորում ենք մեր իսկ սխալներից, լսեք քննադատությունը։ Միայն հաճելին լսելը ոչ մի լավ տեղ չի տանում։ Քննադատությունն է օգնում մեզ շտկվել, տեսնել խնդիրներն ու բացերը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարն ընդգծել է նաև, որ կրթությունը չի ավարտվում դպրոցական վկայականով։ Դպրոցում ստացած գիտելիքներն ըստ նրա հիմք են դառնում ամբողջ կյանքի ընթացքում նոր բաներ սովորելու և փոփոխվող աշխարհում ճիշտ կողմնորոշվելու համար։ Միաժամանակ նախարարն այսօր շրջանավարտներին հորդորել է մի կողմ թողնել ապագայի անհանգստությունները և պարզապես վայելել օրը ընկերների, ուսուցիչների և դպրոցական տարիների հիշողությունների հետ։ Այսօր ուղղակի վայելեք ձեր օրը, ամուր գրկեք ձեր ընկերներին ու ուսուցիչներին։ Նրանք կյանքի այս կարևոր փուլի ձեր ուղեկիցներն են։ Նրանց հետ ապրած օրերը ձեր կյանքի ամենապայծառ ու ջերմ զգացողություններն են, որ հիշելու եք պարբերաբար ու ժպիտով։ Բարի երթ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության տվյալներով 2025-26 թվականների ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունները կավարտի 39119 9-րդ դասարանցի և 22205 12-րդ դասարանցի։ Համեմատության համար նշենք, որ նախորդ 2024-25 ուսումնական տարում հանրակրթական դպրոցն ավարտել էին 38836 9-րդ դասարանցի և 20650 12-րդ դասարանցի, այսինքն այս տարի 9-րդ դասարանն ավարտողների թիվն ավելացել է 283-ով, իսկ 12-րդ դասարանն ավարտողների թիվը 1555-ով։ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 22-ին և 23-ին ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքներում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և ավարտական միջոցառումների տարածքներում հասարակական կարգն ու անվտանգությունը պահպանելու նպատակով։ Այսօր հազարավոր շրջանավարտների համար հնչող վերջին զանգը դպրոցական կյանքի ավարտի խորհրդանիշն է, բայց նաև նոր ճանապարհի սկիզբ, ավելի մեծ պատասխանատվությամբ, ընտրությամբ և հնարավորություններով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։